Շատ օտարերկրացիների Հայաստան է բերում նաև բարեկեցիկ ու ապահով կյանքի հեռանկարը։ Օբրի Կարոնը տարիներ առաջ Ֆիլիպիններից Հայաստան եկավ աշխատելու ֆիլիպինցի ընկերների խորհրդով։ Հասկանալով, որ Հայաստանն իր կյանքում առանձնահատուկ տեղ է զբաղեցրել եւ այստեղ երկար է պատրաստվում ապրել, 2019-ին իր մանկահասակ երեխաներին Երևան տեղափոխեց։ Օտար երկրում սեփական գործը նախաձեռնեց եւ կյանքը Հայաստանի հետ կապեց։ Ողջույն Օբրի ջան։ Ինչպե՞ս եք։ Նորմալ, դու ինչպես եք։ Շատ լավ, շնորհակալություն։ Մի փոքր զբոսնենք Երևանում։ Այո։ Սիրում եք զբոսնել Երևանում, հաճախ եք զբոսնում։ Ես շատ եմ սիրում Հայաստան։ Հա։ Այո։ Որտեղ եք հիմնականում զբոսնում։ Republic Square, Northern Avenue, and I love the parks here in Armenia. Սիրում եք Հանրապետության հրապարակը, Հյուսիսային պողոտան եւ հիմնականում այգիները, ճիշտ է։ Այո։ Օբրի, ձեր երկիրը Ֆիլիպինները աշխարհին հայտնի է իր յուրօրինակ գեղեցկությամբ, բնությամբ, ինչ էիք փնտրում օտար ափերում։ Ինչու որոշեցիք գալ Հայաստան։ Ես գինում եմ այստեղ, եկել եմ այստեղ Հայաստան։ Ես անգեր ունեմ Ֆիլիպինցի, Սանգոմա ասում է Օբրի այստեղ Հայաստան գործ ունի մերսման համար։ Հետո շո ասում եմ, հա, ուսում եմ, ընդ Ֆիլիպինը շատ դժվար է իմ կյանքը։ Աշխատանքի առումով, ապրելու առումով, իսկ երբ եկաք Հայաստան։ When you came to Armenia։ 2019 տարի, հիմա ես ապրում եմ այստեղ 6 տարի ու կես։ Դուք հրաշալի հայերեն եք խոսում, ինչպես եք սովորել։ Ես ամեն օր, առաջին տարի անգամ այստեղ, ամեն օր ես 3 վար սովորել մենակ YouTube-ում սովորում։ Այո։ Այսինքն YouTube-ով տեսանյութեր էիք դիտում եւ օրը 3 բառ էիք սովորում։ Ամեն օր 3 վար, նոր վար, ամեն օր, հետո ես խոսացել եմ իմ կլիենտով։ Իսկ գրել կարդալ գիտեք, թե միայն խոսակցական հայերեն։ Ես կարդալ, ես գրել եմ հայերեն։ Դուք ինչով եք զբաղվում Հայաստանում, կպատմեք մի փոքր այդ մասին։ Ես 4 տարի աշխատանքի, ես բացում եմ իմ բիզնեսով, ես ուզում եմ օգնեմ հայ մարդը, ինչ քններ ունի մարմին պրոբլեմ կա, դա ուզում եմ օգնեմ։ Բերել եմ Ֆիլիպին մասաջ այստեղ Հայաստան։ Հասկացա։ Գոհ եք ձեր աշխատանքից, շատ հաճախորդներ ունեք։ Հիմա շատ կլիենտ ունենք, ինտերնացիոնալ, տուրիստական, հայա, ռուսա, դա շատ կլիենտ ունենք հիմա։ Օբրի, ձեր երեխաները եւս Հայաստանում են, երբ նրանց բերեցիք Հայաստան, ինչով են զբաղվում, քանի տարեկան են, արդյոք նրանց դուր է գալիս Հայաստանը։ Ես 2 երեխա ունեմ, մի տղա, մի աղջիկ, իմ տղա 8 տարեկան, հիմա իմ աղջիկ 10 տարեկան։ 2 տարի առաջ ես բերել եմ իմ երեխա այստեղ Հայաստան։ Ես 2 տարի առաջ գնում եմ Ֆիլիպին ու կտեսնեմ իմ երեխա, ասում եմ չեմ կարամ թողումնա Ֆիլիպին, ուզում եմ իմ հետ։ Հետո ես բերել եմ իմ երեխա այստեղ Հայաստան։ Հիմա իմ երեխա հայկական դպրոց է գնում, իմ տղա 2-րդ դասարան, իմ աղջիկ 3-րդ դասարան։ Հայերեն խոսում են։ Մի քիչ սովորել եմ, բայց անպայման սովորել եմ։ Մենք շատ սիրում ենք Հայաստան։ Շատ լավ է։ Եթե չեմ սխալվում, դպրոցից վերցնելու ժամն է արդեն, միասին գնանք վերցնենք երեխաներին։ Ահա, օքեյ։ Երբ առաջին անգամ Հայաստան եկանք, ինձ շատ դուր եկավ։ Այստեղ շատ զբաղմունք ունենք։ Իրականում այստեղ չկա որևէ բան, որ չսիրեմ։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս։
Մենք թռիչքի համար տոմսեր գնեցինք, հետո Ֆիլիպիններից ինքնաթիռով եկանք։ Մայրիկս այստեղ իր գործը սկսեց։ Ինձ նույնպես այստեղ ամեն ինչ դուր է գալիս։ I have a lot of friends. Ես շատ հայ ընկերներ ունեմ, մենք ամեն օր շփվում ենք։ Նրանք շատ լավն են, նրանցից շատ բան եմ սովորել, ինչպես ճիշտ կարդալ ու սովորել։ To read and learn. Բադահապար եմ ծանոթացել Օբրիի, շատ հավանեցի նրա աշխատաձևը, ուրիշներ էլ մեկ-մեկ մերսումներ էին անում, բայց մնաց Օբրիին ինձ հետ, որովհետև մեկ էլ մարդկային հարաբերություններն են շատ կարևոր, ուրիշ տեղեր չգիտեմ ինչ մերսումներ են անում, ինչ ձևի են անում, ես միայն գիտեմ այդ չինական ոտքի մերսումները, Օբրին դա էլ է անում, գլխին էլ է անում, ինչպես են անում ուրիշներ չգիտեմ, որովհետև Օբրիի հետ այդ էներգիայի հարաբերությունը, մարդկային հարաբերությունները ավելի կարևոր են, քանի որ դա էլ է մերսումի աշխատանքի արդյունքի ձև։ Օբրի Կարոնը ծնունդով Ֆիլիպինների մայրաքաղաքից է, Մանիլայից, որտեղ մերսելը ոչ միայն մարմինը հանգստացնելու կամ մկանները թուլացնելու համար է կիրառվում, այլև հատկապես բժշկական նշանակություն ունի։ Այն առողջացնելու, էներգիան վերականգնելու ու հավասարակշռելու հրաշալի միջոց է։ Մերսումը Ֆիլիպիններում նաև ազգային մշակույթի մաս է, որի հմտությունները հաճախ սերնդեսերունդ են փոխանցվում, ընտանիքի ավագ կանանցից երիտասարդներին։ Օտար երկրացի մասնակետ, ինքը իր հետ բերել է այն ժառանգությունը, որ ինքը ստացել է իր նախնիներից եւ այլն տարիների փորձ, մասնագիտություն, որ Հայաստանից դուրս է։ Այդ արդեն ինքը իրանով էկզոտիկա է, ինքը իրանով արդեն նոր հնարավորություններն է, որ ամենայն հավանականությամբ ես չեմ կարողանա Հայաստանում ուրիշտեղ ստանալ։ Անկախ նրանից, որ գոյություն ունի լեզվական խոչընդոտը, այսինքն մենք իրար հետ անգլերենով ենք շփվում, որպեսզի ավելի հասկանալի լինի ամեն ինչ, ես 100%-անոց ստանում եմ այն ինֆորմացիան, ինչը որ ինձ պետք է, շատ հեշտ, խինդ ու ծիծաղով ինչ որտեղ լուրջ ու ամեն անգամ սխալների վրա աշխատելով, ինչը որ չհասնենք, տես կարելի ասել կատարելության։ Օբրի մինչև մերսումը սկսելը ինչ ընթացակարգ կա արդյոք խորհրդատվություն եք անցկացնում հաճախորդի հետ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ ձեր մարմինը ոնց է, դուք քնտեր ունեք ու ձեր արյունը նորմալ է, թե չէ։ Դա պետք է հասկանամ, ես ասեմ ինչ մասաժ անեմ։ Հասկացա։ Այս առանձին մասաժն է։ Առաջինը չէ, ոչ, ես հաճախ եմ գնում իհարկե մերսման, բայց ձեզ մոտ առաջին անգամ եմ, հետևաբար հետաքրքիր է իմանալ, թե ինչպես եք հասկանալու իմ մարմինը, ինչպես եք զգալու, թե ինչ խնդիրներ ունեմ։ Ինձ մոտ օրինակ հիմնականում մեջքի շրջանում են խնդիրները լինում, կապված աշխատանքիս հետ։ Դրա համար էլ երևի թե կնախընտրեմ այդ հատվածը ավելի, այդ հատվածին ուշադիր լինել։ Լավ, դե հիմա դուք պարկես, ուզում եմ հասկանամ ձեր մարմինը ոնց է։ Մարմնի մակերեսին դիպչելով փորձում ենք զգալ նաև նյարդերի ու մկանների լարվածությունը։ Մերսման ընթացքում զգում ենք մարմնի յուրաքանչյուր հատվածը, թեթև ճնշում գործադրելով եւ շոշափելով։ Օրինակ մեջքի վրա շոշափվող փոքրիկ կոշտուկները միշտ չէ, որ վկայում են խնդրի մասին։ Դրանք այսպես կոչված աղային կուտակումներ են։ Շատ դեպքերում նման լարվածությունն առաջանում է երկար աշխատելուց եւ կուտակված սթրեսից։ Մերսման ընթացքում մենք որոշակի ճնշում ենք գործադրում այդ հատվածների վրա։ Ճնշումը չափավոր է, այնքան որքան մարդը կարող է դիմանալ։ Այս կերպ փորձում ենք թուլացնել լարվածությունը եւ վերացնել այդ կոշտուկները։ Զգում եք այս փոքր կոշտուկը։ Նման կուտակումները փորձում ենք վերացնել, որովհետեւ դրանք կարող են մարմնում ծանրության զգացողություն առաջացնել, իսկ երբեմն էլ նաեւ գլխացավի պատճառ դառնալ։ I learned a massage with
Ես սկսել եմ սովորել մերսման արվեստը Ֆիլիպիններում 21 տարեկանում։ Այն մեր նախնիներից եկած ավանդույթի վրա է հիմնված եւ կոչվում է հիլոտ։ Հիլոտը սովորական մերսում չէ, այն ավելի շատ մարմնի առողջացման համար է։ Այս մեթոդում հիմնական ուշադրությունը կենտրոնացվում է նյարդային համակարգի վրա։ Տատիկս նույնպես զբաղվում էր մերսմամբ։ Այս մերսումը նախատեսված չէ միայն մեծահասակների համար։ Ֆիլիպիններում մերսում ենք նաև երեխաներին, նույնիսկ 6 ամսական կամ 1 տարեկան փոքրիկներին։ Հաճախ հաճախորդները գալիս են, ասում են, որ ցավ կամ լարվածություն ունեն միայն գոտկատեղի կամ ուսերի հատվածում եւ ցանկանում են միայն տեղային մերսում։ Բայց ես սովորաբար խորհուրդ եմ տալիս ամբողջ մարմնի մերսում կատարել։ Ֆիլիպինյան ավանդույթի համաձայն ամբողջ մարմինը մերսելու միջոցով նյարդային համակարգը սկսում է փոխկապակցված աշխատել։ Ես որոշեցի բացել ֆիլիպինյան մերսման կենտրոն Հայաստանում, քանի որ ուզում էի մարդկանց ցույց տալ, որ մերսումը կարող է լինել ոչ միայն հանգստացնող, այլև բուժիչ։ Ինձ համար կարևոր էր այստեղ ներկայացնել ֆիլիպինյան ավանդական հիլոտը։ Հաճախորդներս ասում էին, որ իմ մերսման մեթոդը շատ է տարբերվում մյուս թերապիստների մոտեցումից։ Այսպես նրանք ինձ ոգեշնչեցին բացելու այս կենտրոնը։ Անհրաժեշտ է նշել, որ ես միայնակ դա չէի կարող անել։ Ինձ օգնել են հայեր, որոնց ես շատ շնորհակալ եմ։ Նրանք ինձ ընդունեցին ընտանիքի անդամի պես, օգնեցին թղթաբանության հարցերում, քանի որ սկզբում շատ դժվար էր։ Հայերեն նույնիսկ գրել կարդալ չգիտեի։ Հիմա արդեն գիտեմ։ Այս գործը ես նախաձեռնել եմ ոչ միայն փող աշխատելու համար, այլ մարդկանց օգնելու համար, հատկապես հայերին, որովհետև ես սիրում եմ Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ֆիլիպիններում մերսումը շատ ընդունված է, այն ցուցված է նաև հղիներին, փոքրիկներին, նույնիսկ կաթված տարած մարդկանց։ Օրինակ իմ հայրիկը 7 տարի առաջ կաթված տարավ, մարմնի կեսը թուլացած էր։ Բժիշկները առաջարկեցին նրան մնալ հիվանդանոցում, բայց ես հավատում էի հիլոտի ուժին եւ որոշեցի օգնել։ Շաբաթը 3 անգամ մերսում էինք նրան եւ 2 ամսից վիճակը զգալիորեն բարելավվեց։ Հիմա նա աշխատում է, կարողանում է մեքենա վարել, շատ ավելի լավ է զգում։ I'm LJ. I'm one of Aubrey's therapists. Ես Օբրիի կենտրոնի թերապիստներից մեկն եմ։ Նա իմ ընկերն է Ֆիլիպիններից։ Նա ինձ հրավիրեց Հայաստան, վերապատրաստեց, հետո ես անցա աշխատանքի։ Ֆիլիպիններում ես ուսուցչուհի էի։ Հայաստանում ապահովություն ու խաղաղություն գտա։ Ես սիրում եմ այս երկիրը։ Ես շատ շնորհակալ եմ Օբրիին, որ ինձ հնարավորություն տվեց ֆիլիպինյան սպայի թիմի անդամ դառնալ եւ օգնեց նոր վայրում ինտեգրվել։ Պարզվում է, որ Երևանում նույնիսկ ֆիլիպինյան ավանդական ուտեստներ կարելի է փորձել։ Հայաստանում ֆիլիպինցիների փոքրիկ համայնքում ֆիլիպինյան մշակույթը ջանասիրությամբ պահպանվում է։ Երևանում այսօր արդեն ֆիլիպինյան խոհանոցի ավանդական եւ ժամանակակից ուտեստներ կարելի է վայելել։ Օբրի, ինչ կփորձենք ազգային ֆիլիպինյան խոհանոցը, խնդրում եմ ծանոթացնել ձեր ընկերների հետ։ Ես ընկերուհի ունեմ այստեղ Հայաստան, մենք բերել ենք ուտելու համար շատ համովա ֆիլիպինսկի խոհանոց անունը Mamitas Philippine Cuisine, ես Իրանա իմ ընկերնա Ռոշելա անունը։ Ուրախ եմ շատ։ Մյուսների հետ եւս կծանոթացնեք։ Լուիս, շատ ուրախ եմ ծանոթության համար։ Այստեղ տարիքան է այստեղ։
3 տարեկան ապրում է այստեղ Հայաստան։ IT ոլորտում է աշխատում։ Ինչի միս է? Խոզի միս է։ Իսկ կա որևէ մի բան, որ ֆիլիպինցիները չեն ուտում։ Չունենք։ Ամեն ինչ ուտենք։ Ամեն ինչ ուտում։ Այո։ Ես իմ բարձման համար Ալիշա, Անոնեի, Ալիշա, ես Անոնեի, այստեղ Հայաստան 3 ամիս, կամ LG-ը, ես իմ աշխատանքով բարձման համար։ How many months you are here? Մի տարի, մեկ տարի է այստեղ Հայաստան։ Անոնեի Էլսա, այստեղ Հայաստան 4 տարի, 4 years? 3 years. 3 տարի։ 3 տարի։ Կամ եսա Ռոշելա number 1 Մամիտաս Ֆիլիպին կուսին այստեղ Հայաստան, այստեղ 10 տարի։ 10 տարի ապրում։ Շատ ուրախ եմ ծանոթության համար։ Ռոշելնա բերելա բոլոր ընտանիքը այստեղ։ Անոնեի Սիսիգ։ Սիսիգ։ Սիսիգ, այո։ Եսա խոս կամ օնիոն, սոխ, այո, սոխ։ Լուիս, հետաքրքիր է, շատ է տարբերվում կյանքը Հայաստանում եւ Ֆիլիպիններում։ Actually, the life in Philippines and Armenia is very Ֆիլիպիններն ու Հայաստանը շատ տարբեր են։ Առաջին հերթին եղանակը Ֆիլիպիններում տարին ունի միայն 2 եղանակ՝ ամառ եւ անձրևների շրջան։ Մինչդեռ Հայաստանում կարելի է տեսնել նաեւ ձմեռ, գարուն եւ աշուն, ինչը ինձ համար նոր եւ հետաքրքիր փորձառություն է։ Կյանքի ռիթմն այստեղ շատ հանգիստ ու դանդաղ է, ինչը ինձ շատ դուր է գալիս։ Ես սիրում եմ մարդկանց, միջավայրը եւ այն հիասքանչ էներգիան, որ կա այստեղ։ Հայաստանում կարող է ցուրտ լինել, բայց մարդիկ այստեղ իսկապես ջերմ են։ Ես շատ եմ սիրում այս երկիրը։ Կարելի է ասել, որ այն իրոք շատ տարբերվող է։ Այ հետաքրքիր բան ասացիք, որ կյանքը Հայաստանում բավականին հանգիստ է ընթանում։ Ես նույնը կասեի Ֆիլիպինների մասին։ Իմ կարծիքով այնտեղ ավելի հանգիստ, ավելի այդ տեսակ միջավայր է։ Համակարծիք չեք։ but for me mentally, Ես այստեղ Հայաստանում գտել եմ իմ խաղաղությունը։ Այստեղ ավելի ապահով է։ Էլ ինչն է ձեզ դուր գալիս Հայաստանում։ Այստեղի կյանքը ինչով է ձեզ դուր գալիս։ Ես սիրում եմ Հայաստանը։ Շատ երկրներ եմ այցելել, բայց այստեղ ավելի ապահով է եւ հենց դրա համար էլ արդեն 10 տարի է ընտանիքիս հետ այստեղ եմ ապրում։ Մարդիկ, բնությունը, լեռները, ամեն ինչ ինձ շատ դուր է գալիս։ Օբրին 6 տարում է բավականին լավ հայերեն խոսել սովորել։ Դուք խոսում եք հայերեն։ Մի քիչ խոսում եք։ Իսկ Հայաստանում ֆիլիպինցիները հաճախ են հավաքվում։ Այո, մենք ամեն շաբաթ մենք հանդիպենք, ուտենք, խոսանք, ոնց է դու կյանք այստեղ Հայաստան։ Դա մենք խոսացել ենք։ Մենք այստեղ Հայաստան 300 մարդ, Ֆիլիպին մարդ այստեղ։ 300 հոգի կա։ Լուիս, դուք ինչպես եք ծանոթացել Օբրիի հետ։ we just met in the Philippines. Ֆիլիպինյան միջոցառումներից մեկի ժամանակ։ Հայաստանում ֆիլիպինցիների թիվը փոքր է, մոտ 200-ից 300 մարդ։ Հեշտ է ճանաչել ու շփվել համայնքի ներկայացուցիչների հետ։ Դուք ինչ կասեք Օբրիի մասին։ Ես Օբրիին ֆիլիպինյան համայնքից եմ ճանաչում։ Նա շատ լավ մարդ է, բարեկիրթ եւ միշտ պատրաստ օգնելու մարդկանց։ Իսկ ինչպես են անցնում ֆիլիպինյան հավաքույթները։ Մենք այնտեղ Ֆիլիպինը մենք շատ սիրում ենք երկի եւ բարել։ Մենք պարտի անենք ամեն տունը այնտեղ Ֆիլիպինը կարաոկե կա։ Այո։ Մենք շատ ենք սիրում երկի։ Ես գիտեմ, որ դուք նաև հրաշալի կիթառ եք նվագում եւ լավ երգում եք։ Պետք է խնդրեմ, որ մի կատարում ներկայացնեք։ Կլինի, Ինչ կանենք։ կերգեք։ Ես մի հատ ուզում եմ երգեմ հայերենը, Լուսինը։ Ախ, Լուսին։ Ախ, Լուսին, Միասին կերգենք, ես էլ եմ շատ սիրում այդ երգը։ Լուսինը նայեց, կակին կնաց, ու գիշերը հանկարծ, ինչ-որ բան շշնջաց, ինչ-որ բան շշնջաց։ Լուսինը նայեց, այն շանը կնաց, որ բարկեր աշած, սև հողում մորացած, սև հողում մորացած։ Ախ, Լուսին, Լուսին, ուզում եմ քեզ կրկել, քեզ տնել Լուսին, ու մորս նավիրել։ Ախ, Լուսին, Լուսին, ուզում եմ քեզ կրկել,
Ֆիլիպինյան մերսման մշակույթը Հայաստան բերելով Ֆիլիպինուհի Օբրի Կարոնը մի նպատակ ունի, որ հայերն էլ ֆիլիպինյան մշակույթն ու ֆիլիպինցիներին ավելի լավ ճանաչելու հնարավորություն ունենան։